Ողջույն, Երևանում վաղ առավոտ է, մեր փողոցը նոր է արթնանում, դեռ փակ են այս փոքրիկ խանութները, կրպակները, մի քանի րոպեից իրենք կսկսեն բացվել։ Այս կրպակը, որտեղ գրենական պիտույքներ են վաճառվում, այստեղ ժամագործն է և դերձակ աշխատում, այստեղ սուրճ են ըփում, այստեղ պատրաստում են կարկանդակներ, մի քիչ անց միս են վաճառում, այստեղ հրուշակեղեն, տաքսիներն են մոտենում դեղին և կարմիր գծերը, սա է մեր ժողովրդի 2/3, եթե ոչ 3/4 փոքր կրպակներում արհեստավորները, որոնք հպարտ Հայաստանի քաղաքացիների անվանմամբ վճարում են հարկերի առյուծի մասը։ Հարկերը գնալով միայն մեծանում են, տուգանքներն են աճում են գները, իրենց կյանքը դառնում է ավելի ու ավելի դժվար։ Պետությունը կարծես դարձել է կամ վերադարձել է ավելի ճիշտ ինչ-որ մի կարգավիճակի իբրև հրեշ, որը քամում է իր քաղաքացիներին հանուն բյուջետ լցնելու։ Կա հարկ, կա երջանկություն, չկա հարկ, չկա երջանկություն, կա հարկ, կա ազատություն, չկա հարկ, չկա ազատություն։ Ինչ է այդ բյուջետից ստանում հպարտ հարկատու քաղաքացին։ Անվճար բուժօգնություն դժվար թե, անվճար կրթություն երեխաների համար, գոհերը վճարով են, շատ քիչ նորմալ դպրոցները նույնպես, բանակ, չխոսենք այդ մասին, ոչ, պետությունը լցնում է բյուջեն իր համար, իր հարկային տեսուչների, իր պետական ծառայողների համար, ԱԾ-ի կառավարության համար։ Մենք Եվրոպական կուսակցությունում քննարկում ենք այս ամենը և գալիս ենք մի եզրակացության, որ Հայաստանում ոչ թե պետությունն է ծառայում քաղաքացուն, մարդուն, այլ հակառակը։ Եվ այդ վերլուծության ճշմարտությունը հասկանալու համար պետք չէ լինել խորը մասնագետ։ Նայեք ձեր գրպաններին, ձեր բյուջետներին, ձեր կյանքին։ Եվրոպական երկրներում հակառակն է։ Այնտեղ պետությունը բարևձ։ Շնորհակալություն։ Այնտեղ պետությունը գոյություն ունի մարդու համար։ Եվ ուսումնասիրելով իրենց փորձը, հատկապես այն երկրների, որոնք ներպես սովետական կարգերից անցան դեպի ազատ շուկա, և ես այդ ազատ շուկան ճակերտներում չեմ ասում, որտեղ ազատ շուկան ծնում է ազատ քաղաքացուն։ Դրան կանդրադառնանք քիչ հետո։ Եվ մենք նկատեցինք, որ բազմաթիվ երկրներում, Լեհաստանում, Բալթյան երկրներում, Ռումինիայում, այդ անցումային շրջանը, որը տևեց տարիներ, մի յուրահատկություն ուներ։ Այնտեղ հարկերից հիմնականում ազատվել էին այսպես կոչված փոքր, մանր բիզնեսի ոլորտը։ Հենց այս կրպակների տերերը, արհեստավորները, որոնք կերակրում են մեզ, նորոգում են կոշիկները և մեր շորերը, մեր մեքենաները, մեր բնակարանները, իրենք աշխատում են հաց անապազորյա, շատ ծանր դառը հացը տուն բերելու։ Իրենք հազիվ են ծայրին հասցնում և խելացի պետություններում նրանց ազատում են հարկերից
որովհետև համարում են առաջինը, որ նրանք ինքնազբաղ են եւ դրանով իսկ ապահովում են գոնը սոցիալական ծախսերը, որոնք պետությունը իր վրա այդ դեպքում չի վերցնում։ Բացի դա, նրանք աշխատած, վաստակած այդ գրոշները երկրից դուրս չեն հանում։ Իրենք թողնում են այդ գումարները երկրի ներսում, իրենք շրջանառության մեջ են թողնում փողերը, վճարելով իրենց հարկերը, վարկերը, պարտքերը, հիպոթեկաները, այսինքն պետությունը մեծ հաշվով չի կորցնում այդ գումարը։ Գումարների արտահոսքը ոչ թե փոքր, մանր բիզնեսն է իրականացնում, այլ խոշոր է։ Եվ այստեղ մենք գալիս ենք երկրորդ հարցին, ինչի համար են եվրոպական պետություններում այսպես վարվում փոքր ու մանր գործարարների հետ, որովհետև այդ պետությունները ծառայում են ժողովրդին, մարդուն եւ նրանք խրախուսում են, որ փոքր ու մանր բիզնեսը դառնա միջին, որովհետև միջին բիզնես դառնալով նրանք մտնում են հարկային գոտի, նրանք սկսում են վարձել աշխատողներ, նրանք ընդլայնում են իրենց բիզնեսները, հետևաբար ընդլայնում են նաև հարկային բազան եւ այստեղ է, որ պետությունը կարող է եւ անհրաժեշտ է, որ միջամտի եւ այստեղ միջին գործարար արդեն շահագրգռված է, որ տրամաբանական արդար հարկերը վճարվեն, որովհետև նա ոչ միայն ակնկալում է, այլ նաև կարող է պահանջել պետությունից արդարություն, որովհետև նա ազատ է իր ընտրության մեջ, նաև քաղաքական ընտրության մեջ, եւ նա վերահսկում է պետությունը, նա վերահսկում է ոստիկաններին, որոնցից այդքան վախենում է հիմա, հարկային տեսուչներին, որոնք 3 հոգով հիմա խուզարկում են արդյոք այս տատիկը մի 100,000 դրամով չի տրամադրում իր սենյակը որևէ մի փոքր բիզնեսին, որ մի 10,000 անպայման տանի պետությանը։ Տատիկի համար այդ 10,000-ը 100,000-ից շատ էական է, որտեղ նրա թոշակը շատ փոքր է եւ 10,000-ը դա մեծ ծակ է առաջացնում նրա համեստ բյուջետում։ Պետությունը այդ 10,000 ստանալու համար առնվազն 3 հարկային տեսուչ է պահում, մեկը որ փնտրում է, գտնում է, ձևավորում է, հարկում է, տուգանում է, այսպես է ուռճեցնում իր պատժիչ ֆիսկալ ապարատը պետությունը։ Դրանից մենք պետք է հեռանանք, մենք դրանից պետք է խուսափենք, որովհետև իրական հիմքը ցանկացած ազատ պետության, դա ազատ քաղաքացին է, որը ոչ թե այդ մանրադրամով է փորձում ծայրը ծայրին հասնել, այլ սկսում է աշխատել, սկսում է հարկ վճարել։ Միջին բիզնեսմենը դառնում է միջին դաս, middle class, ցանկացած նորմալ ժողովրդավարական պետության հիմքը դա է։ Եվ այստեղ մենք գալիս ենք եւս մի խնդրի։ Պետությունը փաստորեն շահագրգռված է երրորդ կարգի բիզնեսի, խոշոր բիզնեսի մեջ, այդ մի 10 պայմանական ընտանիքները, օլիգարխները, որոնք պայմանավորվում են պետության հետ, որոնք համարվում են խոշոր հարկատու, բայց որոնց պետությունը տալիս է արտոնություններ, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում դուրս են հանում իրենց կապիտալը երկրից, ի տարբերություն միջին եւ փոքր բիզնեսի։ Արդարությունը ծնվում է միջին դասի, միջին բիզնեսի, միջին գործարարի գոյությունից։ Հայաստանի հիմքը սոցիալական, ժողովրդավարական պետք է լինի այդ միջին դասը, ազատ ֆերմերը, ազատ գործարարը, փաստաբանը, մարդը, որը կարողանում է ոչ միայն իր սեղանի շուրջը, այլ նաև մի սենյակում հավաքել 2-3 մարդկանց եւ վճարել նրանց աշխատավարձ, որը ազատվում է այդ վախից, որ կոպեկ առ կոպեկ
նրանց ստուգելու են, վերահսկելու են, խլելու են, հարկելու են, տուգանելու են, նա արդեն ինքն է վճարում հարկը, որովհետև նա չի վախենում ոչ վաղվա օրվանից, ոչ պետության գիշատիչ հետապնդումներից, նա է վերահսկում պետությունը։ Առայժմ մեզ մոտ հակառակ պատկերն է։ Եվրոպական կուսակցությունը ոչ մի նոր բան այստեղ չի հորինում։ Մենք հետևում ենք այն փորձին, որով արդեն անցել են, որը արդեն ձեռք են բերել այլ պետություններ, որոնք Եվրոպական միություն անդամակցել են մեզնից տարիներ եւ տասնամյակներ առաջ։ Մենք շարունակելու ենք մեր ուսումնասիրությունները եւ միասին գտնելու ենք ելքը այս փակուղուց։